Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դատական ակտերի արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին համատեղ աշխատանքի եւ անցած տարիների ընթացքում հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար։ 40-ամյա Միհրան Պողոսյանը 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը։ Գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված 3 ընկերություններում։ Օրեր առաջ Միհրան Պողոսյանն իր հայտարարության մեջ ոչ միայն չէր հերքել, այլև անուղղակի կերպով խոստովանել էր իր կապը օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հետ։ Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դիտարկմամբ օֆշորային սկանդալի մեջ ներքաշված պաշտոնյային շնորհակալություն հայտնելու փոխարեն վարչապետից այլ գործողություն ակնկալել չէր կարելի։ Կարծես թե մենք ճիշտ չպատկերացնենք Հայաստանի իրավիճակը եւ սպասելիքները կառավարությունից ճիշտ այնպիսին են, ինչպիսին կսպասենք, եթե մենք ապրենք նորմալ երկրում։ Եվ ասենք նորմալ երկրում կարծեմ վարչապետը հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն է, համատեղում է։ Նախ վարչապետը հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ չէր լինի, այսինքն համակարգի այդպեսին չէր լինի, որ ամբողջ համակարգը աշխատեր միայն կոռուպցիոն սխեմաներով, կոռուպցիայի վրա հիմնված լիներ։ Իսկ Հայաստանի գործադիր իշխանությունը, օրենսդիր դատական իշխանությունը հենված են բացառապես կոռուպցիոն համակարգերի, ես դա անվանում եմ գաղութային համակարգին հարիր համակարգ։ Եվ հետևաբար այս իրականության մեջ Հովիկ Աբրահամյանը արեց ուղիղ այն, ինչ պարտավոր էր անել։ Բաղդասարյանը նկատում է բարձրաստիճան պաշտոնյաները բոլորից լավ գիտեն ով եւ ինչքան գումար է գողացել պետությունից։ Եթե մենք ես ու դուք որպես շարքային քաղաքացի չգիտենք, որ ենթադրենք այդ սկանդալը չհասունանար չլիներ, իրենք հաստատ իրենց ներքին կանալներով գիտեն ով որտեղ է փող աշխատում, ինչքան, ասենք Քետրինի Միհրան, չէ, եթե չեմ սխալվում, այդպես էին ասում։ Ասենք բանանի մոնոպոլիայից ինչքան է ստանում, հիմա կիմանան բենզինի մոնոպոլիան ինչքան է, գազը ինչքան եւ այլն։ Այդ բոլորը իրենք գիտեն։ Դա մենք ենք ենթադրաբար թվեր ասում, իրենք ճշգրիտ գիտեն։ Նորմալ երկրում ես ձեր հետ համաձայն եմ։ Եթե հանկարծ այնպես խորամանկ եղել պլստացել, որ օֆշորում ունեցել է հաշիվներ եւ այլն, բայց պետությունը չի իմացել, անմիջապես գործ կհարուցեին, կսկսեին հետաքննել ազգային անվտանգության համապատասխան ստորաբաժանումները, կպարզեին ամեն ինչ, մենք էլ վստահ կլինենք, որ սիրողական մակարդակով, մեր մակարդակով չէր լինի զրույցը։ Բաղդասարյանն ընդգծում է նաև խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության գործողությունների մասին առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, որն այս պատերազմական օրերին առավել տեսանելի ու վտանգավոր է։ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։